Բարև ձեզ, սույն տեսանյութով ուզում եմ կարճ անդրադառնալ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից Հայաստանի Հանրապետության տնօրինության տակ գտնվող կարևոր գյուղաքաղաքական հերթական խաղաքարտը վաճառքի հանելու փորձից, որը այս պահի դրության դեռևս փորձ է, բայց հաշվի առնելով գեոքաղաքական զարգացումները տարածաշրջանում եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից անընդմեջ տարվող ոչ միայն ճնշումները Հայաստանի հանդեպ, այլ նաեւ այդ ուղղությամբ տարվող ակտիվ լոբիստական գործունեությունը Վաշինգտոնում, Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում եւ այլուր, ենթադրում է, որ Հայաստանը պետք է զրկվի իր միջուկային էներգիայի ռազմավարական խաղաքարտից, որը տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ եղել է նաև մեր անկախությունը ապահովող տարրերից մեկը, այսինքն տարածքային զիջումները, տարածքային նվերները, հանձնումները, դավաճանական քայլերը, որոնք Նիկոլ Փաշինյանը ձեռնարկել է, կոնկրետ արդեն Անկարայի միջնորդությամբ Վաշինգտոնի կողմից Հայաստանին ներկայացվող իբրև բարի կամքի առաջարկ եւ այլն, տարատեսակ ծրագրերով ենթադրում են նաեւ գեոքաղաքական այլ մեր առավելությունների հանձնում։ Միջուկային սեկտորը Հայաստանում միշտ եղել է բնական է ԽՍՀՄ տարիներից սկսած, կապված Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների էլեկտրաէներգիայի համակարգի հետ, իսկ հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման շրջանակներում ենթադրվում է նաև էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ, որոնք պետք է ներդաշնակեցնեն էլեկտրաէներգիայի մատակարարման, ապահովման համակարգերը, հատկապես Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի միջև։ Այս առումով Մեծամորի ատոմակայանը շատ կարևոր դերակատարում ունի, որովհետև այն լինելով մեծ ատոմակայան ապահովում է այնպիսի քանակի, իր հզորությամբ ապահովում է այնպիսի քանակի հոսանքով, որը կարելի է նաև արտահանել, վաճառել, հատկապես Իրանի մասին է խոսքը գնում, Իրանի հյուսիսի մասին, որտեղ գազամատակարարման խնդիրներ կան, չնայած այն հանգամանքին, որ Իրանը ունի գազի լուրջ մեծ պաշարներ, աշխարհագրական դիրքի բերումով, որոշակի դժվարությունների բերումով չի կարողանում Իրանը գազաֆիկացնել իր հյուսիսը եւ այս դեպքում Հայաստանի ատոմակայանի գործունեությունը այն հզորությամբ, որը ներկայումս կա, կարևոր դեր ունի խաղալու եւ վերջերս միայն թարմացվեց համաձայնագիրը Ռուսաստանի Դաշնության պետական կորպորացիա Ռոսատոմի եւ Հայաստանի միջև, առ այն որպեսզի մեր ատոմակայանը շարունակի գործել մինչև 2036 թվականը Ռոսատոմի հետ համատեղ ջանքերով, բայց 2036 թվականին այն պետք է փակվի։ Ըստ այդմ դրան զուգահեռ առաջարկներ են հայտարարվում, որ պետք է մենք կամ կառուցենք դրան փոխարինող այլ նոր ատոմակայան, բնական է այդ կառուցման աշխատանքները պետք է սկսեն որքան հնարավոր է ավելի վաղ, եւ հանկարծ այդ, այսինքն տրամաբանական է, որ մեծ հզորության ատոմակայանին մենք ուզում ենք նորը կառուցել, եթե նրա ժամկետը դադարելու 2036 թվականին, նույն հզորությամբ մեկ այլ ավելի ժամանակակից, ավելի տեխնոլոգիապես կայուն տարբերակ մեծ հզորության ատոմակայան։ Եվ դրա փոխարեն դաշտում հայտնվում է կամ դրան զուգահեռ ասենք, դաշտում հայտնվում է այսպես կոչված միջին կամ մանր մոդուլային միջուկային ռեակտորների մոդուլավորված էլեկտրակայանների մասին, ատոմակայանների մասին խոսույթ, որը դաշտ է բերում հատկապես ԱՄՆ, հատկապես Վաշինգտոնի էգիդայի ներքո տեղի ունեցող խաղաղության մեմորանդումի ստորագրության ներքո, Վաշինգտոնի միջուկային ծրագրի այսպես միանալու տեսքով եւ բնական է Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ դա որևէ կապ չունի գեոքաղաքական զարգացումների հետ, չկա որևէ քաղաքական վեկտորի խնդիր, այլ նա դաշտ է նետել նոր
առաջարկ կատարելու հրավեր տարբեր երկրների, որպեսզի ավելի կշռադատված դիտարկի, որոնք են լավագույն տարբերակները, եւ ներկայացրել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, նաեւ Չինաստանի իբրև թե առաջարկների հնարավորությունը, որը հատուկ ստեղծված մարմինը 2 տարի շարունակ պետք է քննի, զննի, որպեսզի գա ամենաշահավետ տարբերակին, ամենաօգտակար տարբերակին, ամենաանվտանգ տարբերակին, բնական է ինչպես որ թուրք-ադրբեջանական տանդեմին մեր հողերը հանձնելիս արցախահայերին զոհաբերելիս էր անընդհատ գեղեցիկ բառեր օգտագործում, այստեղ էլ գեղեցիկ բառերի շռայլությունը որևէ կերպ չի զիջում եւ անընդհատ խոսվում է, անընդհատ շեշտվում է փոքր մոդուլային ատոմակայանների մասին խոսույթը, մեծի մասին չի խոսվում, միջինի մասին չի խոսվում, փոքրների մասին է խոսվում, ընդ որում միջին եւ փոքր մոդուլային ատոմակայանների փորձ ԱՄՆ-ը որպես այդպեսին չունի շահագործման փորձ, անվտանգության ապահովման փորձ, որպես այդպեսին չունի, նման փորձ միայն ունի Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի Դաշնությունը առաջարկում է կամ ամբողջապես նոր ատոմակայան կառուցել, կամ միջին հզորության եւ կարծես ռուսներն են հուշում գեոքաղաքական կարևորությունային հանգամանքի, որ մենք կարողանանք հավելյալ էներգիա արտադրել, որը հնարավոր կլիներ վաճառել, կրկնում եմ, այստեղ տողատակերում Իրանի մասին է խոսակցությունը գնում, Իրանի մասին որևէ բան ԱՄՆ կողմը բարձր չի հայտարարում, բայց օրինակ USAID զարգացման ծրագրի, տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում միշտ ԱՄՆ ներկայացուցիչները Հայաստանում, որոնք որոշակի մասնագիտական հետազոտություններ են անում, ներկայացնում են Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի ապահովման գործում որպես պրոբլեմատիկ, իսկ Իրանի մասին ոչինչ չի խոսվում, բայց իրական թիրախը նման առաջարկի ԱՄՆ-ի կողմից, որ փոքր մոդուլային ատոմակայաններ հատկացնեն, դա կատարվում է նրա համար, որ Հայաստանը որևէ հնարավորություն չունենա Իրանի հետ էներգամատակարարման համագործակցություն ունենա, բնականաբար դա Իրանի հյուսիսը կախման մեջ է գցելու, կախվածության մեջ է գցելու Ադրբեջանից, որը օրինակ ԱՄՆ-ի հորդորով Ադրբեջանը կսկսի այն գազամատակարարել եւ մենք ամբողջապես դուրս ենք մնալու այդ ծրագրից։ Այնպես որ այս խնդիրը միանգամայն գեոքաղաքական է, կոմերցիոն չէ, որովհետև երբ որ մենք ունենք նման կարևոր խաղաքարտ, որը խաղաղ ատոմի զարգացման փորձն է, դա նաև Հայաստանի Հանրապետության որպես միջազգային իրավունքի սուբյեկտայնության բարձրացման իր որակի մասին է խոսում, մեր մասնակցությունն է ապահովում կարևոր միջազգային հարթակներում, մեզ տալիս է ավելի այլ որակի էլեկտրաէներգիայով, այլ որակի էներգիայով իրենք ապահովելու ընդունակ մեր հարևան երկրներին, հանդիսանալ որպես արժանի մրցակից, մենք չունենք նավթ, մենք չունենք գազ, բայց մենք ունենք շատ կարևոր միջուկային էներգիայի զարգացման հենք, մենք ունենք խաղաղ ատոմի կիրառման կարևոր փորձ, այն համապատասխանում է միջազգային համապատասխան նորմատիվ բոլոր համաձայնագրերին, որովհետև Ռուսաստանի Դաշնության Ռուսատոմի մասնակցությունը այդ գործընթացում ապահովում է նրա անվտանգությունը, այսինքն անվտանգության առումով, շահութաբերության տեսանկյունից ռուսական տարբերակը ամենակայունն է եւ չի ենթադրում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է օրենսդրություն փոխի, սահմանադրություն փոխի, պետք է ինչ-որ նորմատիվ իրավական համակարգեր փոխի, որպեսզի համապատասխանի ինչ-որ այլ ստանդարտների, կրկնում եմ, այն ավելի շահավետ է, երբ որ մեծ հզորության ատոմակայանի մասին է խոսքը գնում, անգամ միջին հզորության մասին խոսքը գնալիս, իսկ մանր հզորության, փոքր հզորության մոդուլային կայանի դեպքում մենք ոչ մի բան չենք արտահանելու եւ եթե այնտեղ ներգրավվելու է ԱՄՆ կամ Ֆրանսիան, առաջին հերթին մեզ վերաբերելու են որպես էքսպերիմենտի եւ երկրորդ հերթին պարտադրելու են օրենսդրական դաշտի փոփոխություն, դա նաեւ իր անդրադարձն է ունենալու մեր անվտանգության համակարգի
պատասխան գիտական փորձի հետախուզական տվյալների փոխանակման գծի վրա, այսինքն մեզ կտրելու է ամբողջապես այդ ռուսական գծից, ինչպես նաև որոշակի այսպես դաշտ թողնի նիկոլականների համար, որպեսզի նրանք ինչ-որ տենց նյութեր տրամադրեն մեր ունեցած փորձից Ռուսաստանի Դաշնության հետ տասնյակ տարիներ շարունակ, կարևոր տվյալները տրամադրեն Ռուսաստանի հետ ներկայումս թշնամական հարաբերություններ ունեցող երկրներին, որոնք ամեն կերպ Ռուսաստանի Դաշնությանը դուրս են մղում բոլոր հնարավոր միջազգային էներգետիկ շուկաներից, գազը, նավթը եւ հիմա նաեւ միջուկային էներգիան, եւ այստեղ էլ Նիկոլը մեզ վերածում է գեոքաղաքական խաղաքարտի։ Իսկ հյուսիս հարավ միջանցքից դուրս մնալուց էլեկտրոէներգիայի միջանցք այսպիսի հասկացություն կա, դրանից դուրս մնալուց նաև խաթարում է հյուսիս հարավ ճանապարհի հերթական մի կոմպոնենտ, որը ամերիկացիները անվանում են պրոբլեմատիկ, այսինքն պրոբլեմատիկ է Ռուսաստանի որևէ որակի ներկայությունը էներգատար շուկայում, որպես ենթակառուցվածքային համակարգ նրանք իսկապես դեմ են լինելու որևէ նման համակարգի ներդաշնակեցման գործընթացների եւ ըստ այդմ բավականին խորքային կերպով ուզում են նույն ձևով հակազդել Կենտրոնական Ասիա, Ռուսաստանի Դաշնություն միջուկային էներգիայի բնագավառում համագործակցություններին, այսինքն նույն պատկերն ենք ստանում, ինչ որ մենք անվանում ենք պանթուրանական միջանցք կամ միջին միջանցք, այս ծրագրի դեպքում տեսնում ենք, որ կրկին Հայաստանը եւս պետք է այդ կարևոր իր այսպես կոմպոնենտը լինի, պետք է փոխվի ամբողջապես Ռուսաստանից եւ Իրանից, որպեսզի համապատասխան պետությունները իրենց շահերից գեոքաղաքական շահերից ելնելով որոշակի առաջխաղացում արձանագրեն։ Տվյալ դեպքում հաշվի առնելով, որ չկա որևէ խաղաղության պայմանագիր եւ անգամ պայմանագրի արկայության դեպքում այդ պայմանագիրը որևէ երաշխիքներ չի ապահովում Հայաստանի Հանրապետության համար, այսինքն որպես այդպեսին չկա ինստիտուցիոնալ խաղաղության պայմանագիր, ըստ որի Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը որոշակի հստակ պայմանների փոխհարաբերությունների կառուցման ճանապարհն են բռնում, մենք տեսնում ենք միակողմանիորեն Ադրբեջանի, Թուրքիայի կողմից անընդհատ ներկայացվող նախապայմաններ, պարտադրանքներ, սահմանադրության փոփոխություն, տարածքների հանձնում, ազգաբնակչության դեմոգրաֆիայի փոփոխությունների պահանջ եւ բնականաբար տվյալ դեպքում որևէ լծակ հակազդեցության ցանկացած պահի Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա, ըստ այդմ էլ թուրք-ադրբեջանական տանդեմը լոբինգ է իրականացնում Վաշինգտոնում, որպեսզի Հայաստանի հետ երկխոսությունում, անգամ եթե խոսում ենք միջուկային էներգիան այլ երկրների հետ համագործակցության դաշտ բերելու իբրև թե դիվերսիֆիկացնելու մասին, նույնիսկ եթե հաշվի չառնենք, որ Հայաստանի Հանրապետության փորձը միջուկային էներգիայի հետ, էներգիայի բնագավառի զարգացման հետ կապված է ուղղակիորեն Ռուսաստանի Դաշնության հետ, ապա տարօրինակ է դառնում, որ ԱՄՆ-ի ներկայացրած առաջարկը ոչ թե այնն է, ինչին ինքը տիրապետում, այսինքն ինքը թող առաջարկեր մեծ հզորության ատոմակայան։ Ռուսականը չեք հավանում, ասում եք, որ պրոբլեմատիկ է, անընդհատ երկրաշարժն են նշում կամ Չեռնոբիլն են նշում, ինչ այդ մեծամորի ատոմակայանը միակ ատոմակայանն է աշխարհում, որը կարողացել է դիմադրել 9 բալանոց երկրաշարժի եւ որևէ վնաս չի կրել։ Եվ դա շատ կարևոր փորձ է։ Այսինքն անպայման չէ, որ այդ մեծ հզորության ատոմակայան կառուցելու առաջարկը ԱՄՆ-ի կողմից կլիներ լավագույնը։ Ամեն դեպքում ԱՄՆ-ը միանգամից ամենափոքրից է սկսում, մանր հզորության ատոմակայանների կառուցման առաջարկից է սկսում, որը ենթադրում է, որ մենք պարզապես օրվա ինչ-որ կարիքի այսպես պայմաններում պետք է սահմանափակենք մեր կարիքները, այսինքն գեոքաղաքական որևէ հակազդեցության լծակի կան տարածաշրջանում հավասարակշռություն ապահովելու լծակի, մեզ չեն թույլ տալիս տիրապետել։ Ընդ որում հենց ԱՄՆ-ում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ մանր փոքր մոդուլային ատոմակայանները իրենք ավելի ծախսատար են եւ դրանցից ստեղծված էներգիան ավելի թանկ է լինելու հենց Հայաստանի կարիքների համար հոգալիս, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ավելի շատ են վճարելու նման էներգիայի համար, քան այն, եթե մենք ունենայինք մեծ հզորության ատոմակայան։
Այնպես որ սա բնական է սուտ է Նիկոլի կողմից հերթական անգամ նա գեոքաղաքական այս կարևոր խաղաքարտը վաճառքել չի հանել եւ պատրաստվում է նվիրի, խոսում է ինչ-որ 2 տարվա ժամկետի մասին, որ դեռ ինքը պետք է մտածի, որ ինչ-որ այդպես կոմիտե է ստեղծվել, ինչ-որ գումար է ներդրվել, որ այդ մարդիկ հետազոտեն, հասկանան ինչ թվերի մասին է խոսքը, որքանով է անվտանգ եւ այլն, որքանով է անվտանգ առաջարկը, որը երբևէ ոչ միտեղ չի գործարկվել եւ չի փորձարկվել եւ շահագործման չի տրվել եւ գետնի վրա չի ապացուցել իր կենսունակությունը կոմերցիոն տեսանկյունից, անվտանգության տեսանկյունից, երկարատևության տեսանկյունից, եթե կա ռուսական փորձ եւ ընդդեմ ռուսական կողմը առաջարկում է նաեւ միջին մոդուլային ատոմակայաններ, որի փորձը միակ փորձ ունեցող երկիր այդ բնագավառում Ռուսաստանի Դաշնությունն է, ամենատարբեր պայմաններում, եղանակային պայմաններում, այնպես որ Նիկոլի ստերը հերթական անգամ, չգիտեմ հոգնեցուցիչ է անդա դրան անդրադառնալը, Նիկոլի բերանից դուրս եկածը գալիս է Անկարա եւ Բաքու քաղաքներից, չի գալիս Հայաստանի շահերի սրտից, չի բխում մեր սահմանադրությունից, մեզ զրկում է կարևոր կենսունակ հերթական մեր խաղաքարտից գեոքաղաքական դաշտում։ Ուրիշ ոչինչ նա չի առաջարկում եւ սա հատուկ այսպես մեսիջ Նիկոլին չկա որևէ բնագավառ Հայաստանի Հանրապետության կյանքում այն ամբողջ դավաճանական գործողությունների փաթեթից հետո, որը դու իրականացրել ես խախտելով Հայաստանի Հանրապետության բոլոր օրենսդրությունը ասեմ, մենակ քրեականը չի քրեական քաղաքացիական, սահմանադրազանց ես դու։ Չկա որևէ կյանքի ոլորտ, որը քո նման քայլերից հետո իր բնույթով գեոքաղաքական չէ, չկա նման բան։ Ամեն ինչ, անգամ այդ շատ հիշում եմ քաղաքացիական իրավունքի մեր դասախոս, Գերագույն դատարանի նախագահ Տարել Բարսեղյանի դասախոսության, առաջին դասախոսությունը, որ նա մտավ լսարան, եւ առաջին նախադասությունը, որ նա ասաց քաղաքացիական իրավունք նկարագրելու համար, ասաց քաղաքացու եւ պետության միջև կապը սկսվում է այն պահից, երբ որ քաղաքացին սեղմում է լույսի կոճակը իր տան մեջ։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց տներում լույսերի կոճակը սեղմելիս, գազը միացնելիս ոչ թե մտնում են կապի մեր պետության հետ, բայց քանի որ դու մեր պետությունը վաճառել ես, մենք գեոքաղաքական մանրադրամ ենք, որը անընդհատ ջղաձգումների է ենթարկվում տարբեր մայրաքաղաքների ավելի մեծ խաղերում, շահերի միջանցքներում, ուղղակիորեն մեր այդ մեկ գործողությունը մեզ կապում է գեոքաղաքական իրադարձությունների հորձանուտի հետ, մեզ կախվածության մեջ է դնում մեզ թշնամի պետություններից, ովքեր ամենօրյա ռեժիմով հայտ են ներկայացնում, որ մեր լեզուն գոյություն չունի, որ մենք որպես ազգ գոյություն չունենք, որ մենք ոչինչ ենք, իրենք պետք է գան ապրեն մեր հողերում եւ դրա համար քո ձեռքով փոխում են մեր սահմանադրությունը, մեր կարգերը, որպեսզի իրենք ներկայանան լեգիտիմ, որպեսզի իրենց ոչ ոք չասի, որ դուք եւս մեկ անգամ ցեղասպանեցիք հայ ժողովուրդը, իրենք ասեն ոչ, հայ ժողովուրդը ինքնասպանություն գործեց։ Մենք ոչինչ չենք անում, բացի խաղաղություն առաջարկելուց։ Այնպես որ այս միջուկային էներգիայի հետ կապված վարչապետի աթոռը զբաղեցնող տգետ անձի խաղարկումը չափազանց վտանգավոր է։ Դրա դեմ կանգնելու միակ միջոցը դա նրան հեռացնելն է։ Այսինքն, եթե լսում են այս նյութը Մոսկվա մայրաքաղաքում, այսպես ասեմ, եւ մտածում եմ, որ օրինակ ինչպես որ երկարացվեց ներկայիս ատոմակայանի գործունեությունը մինչև 2036 թիվ, իբրև թե փափուկ, այսպես գործիքակազմով փափուկ ուժի, ապա նույն ձևով դուք կարող եք ինչ-որ այսպես գործունեություն ապահովել ձեր համար առաջիկա 2 տարիների ընթացքում, ոչ անընդհատ հատկապես ինձ շատ դուր է գալիս, որ ռուսական այս դաշտի մասնագետները անընդհատ նշում են
որ հայկական պետության գեոքաղաքական շահը ենթադրում է մեծ զորության ատոմակայան, որը ենթադրում է, որ մենք կարողանանք էներգիա վաճառել հարակից երկրի, որ մենք կարողանանք զարգացնել մեր գիտական բազան, հրավեր են անում միջուկային բժշկության բնագավառում համագործակցելու։ Շատ լավ է, որ մեր շահերի տեսլականը նշում եք, բայց մեր շահերի տեսլականը, եթե իսկապես ձեր սրտում է, ապա որևէ քարոզչություն այս իշխանությունների հետ գնալ ընտրությունների, ինչպիսի որ քարոզչություն ես նկատում էի Սիրիայում, երբ որ Ասադին առաջարկվում էր անընդհատ, որ ինքը հանդիպի այն ուժերի հետ, որոնց Էրդողանը նկարագրում էր որպես Սիրիայի ընդդիմություն, իրականում դրանք իգիլականներ էին։ Եվ ի վերջո Սիրիայում եղան այն իրադարձությունները, որոնք եղան, Հայաստանի Հանրապետության շահի որևէ տեսլականում չի կարող տեղավորվել Սիրիայանման որևէ երևույթ, այդ իսկ պատճառով Հայաստանին 2018 թվականից ի վեր բաժին ընկած հայկական տարբերակի Ալջոլանին պետք է վերջ դրվի եւ այդ ծաղրածուի շոուին մասնակցությունը Ռուսաստանի պետությանը որևէ պատիվ չի բերում, այնպես որ որոշակի ներդաշնակություն պետք է լինի այն առումով, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկվում Հայաստանում ընդդիմադիր ուժերի կողմից, նրա անմիջապես հեռացումը մեծ փողոցի եւ իմպիչմենտի միջոցով կենթադրի այլ որակի կառավարության կազմ, որի հետ այլ կերպ կարողանար ավելի այսպես հանգիստ եւ սահունք կարողանար բանակցել նույն Ռոսատոմը, որովհետեւ այստեղ մեկից մեկ պարզ է, թե սեղանի վրա գտնվող իբրև թե տարբերակներից, իբրև թե կան այդպիսի տարբերակներ, որն է լավագույնն է, դա ռուսական տարբերակն է եւ մեզ պահում է այն գեոքաղաքական դիրքում, այն աշխարհագրության մեջ, որտեղ մենք ապրել ենք դարերով եւ առավել եւս հնարավորություն է տալիս տեր կանգնել մեր իրավական պատմական պահանջատիրության օբյեկտներին տարատեսակ հարակից երկրներում։ Այսքանը, շնորհակալ եմ, հաջողություն։